Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին 9 ամիսներին աճել է 10.7%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախարար Սարգսյանն էր վերջերս հրապարակել տեղեկությունը։ Նա հավելել էր նաև, որ փոխարենը 43-ով նվազել է զոհերի թիվը։ Դա ցույց է տալիս, որ ոստիկանությունն աշխատում է, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Չկա օր, որ մայրաքաղաքում կամ մարզերի ճանապարհներին ծանր վթարների վերաբերյալ տեղեկություն չհայտնվի լրահոսում։ Կառավարությունը այս խնդրի լուծման համար նույնիսկ միջկառավարական հանձնաժողով է ստեղծել։ Թեմաները վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը, ճանապարհային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերին, ինչպես նաև այն բոլոր հարցերին, որոնք կարող են որևէ կերպ ազդել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակի եւ վթարության վիճակի վրա։ Աշխարհի զարգացած պետություններում այս խնդրի աստիճանական լուծման համար գնում են բարդ, բայց հեռանկարային ճանապարհով։ Գործը սկսում են լրջագույն վերլուծությունից, որը հիմնված է ահռելի վիճակագրական բազայի վրա։ Պատասխանատու մարմինները Հայաստանում ևս իրականացնում են ունեցած տվյալների վերլուծություն։ Վերլուծության ենթարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչպես իրենց տեղի ունենալու օրվա, ժամի կամ ամսվա կտրվածքով, այնպես էլ վայրի մասով, թե որտեղ է նման պատահարները տեղի ունենում, այսինքն կան արդյոք պատահարների կուտակումներ, թե ոչ որևէ վայրում, ինչպես նաև այլ գործոններ, որոնք որևէ կերպ կարող են ազդեցություն ունենալ։ Այս ամենը սակայն առայժմ մեծ ազդեցություն վիճակագրական տվյալների վրա չունի։ Գուցե տվյալների վերլուծությունն այն մասշտաբի չէ, որպեսզի ամբողջությամբ վերհանվեն բոլոր գործոնները, ՃՏՊ-ների հսկայական թվի պատճառները լիարժեք հասկանալու համար։ Մեքենայի գույնի գործակից էլ կա, բայց սա ասեմ մեր երկրի համար դա երկրորդային է, որովհետև առաջնային դեռ հենց կոնֆլիկտային կետերը գտնելու հարցն, որը մինչև հիմա գլուխ չեն հանում։ Սև կետն ասածն այն գոտիներն են, որտեղ միևնույն տեսակի ճանապարհատրանսպորտային պատահարները կրկնվում են որոշակի պարբերականությամբ։ Դրանց հայտնաբերումը կախված է վիճակագրական վերլուծություններից։ Երևան քաղաքում ամենաշատ հետնոտների մահվան ելքով վրա երթեր տեղի են ունենում Վաղարշյան Ավետիսյան խաչմերուկ, ոչ մեկի մտքով չի անցնի, շատ փոքր աննկատ խաչմերուկ կա։ Վերլուծության արդյունքում պետական համակարգի ներկայացուցիչները երբեմն հայտնաբերում են գործոններ, որոնք առաջին հայացքից սովորական քաղաքացու համար ակներև չեն կարող լինել։ Ամենաշատ մահվան ելքով վթարները Երևան քաղաքում տեղի են ունեցել ազատամարտիկներ Էրեբունի փողոցների խաչմերուկ։ Ստեղ լուծումը ընդհանրապես եղել է Էրեբունի փողոցում 2 վայրկյանով կարմիր լույսը զազերժ տանեն, որպեսզի հասցնեն ազատամարտիկներից մտնողները ազատել խաչմերուկը։ Խնդիրն այն է, որ ՃՏՊ-ների քանակի նվազեցման համար միայն ոստիկանության ջանքերը բավարար չեն։ Այստեղ անելիք ունեն լուսավորության, ճանապարհների ձևի, որակի համար պատասխանատու մարմինները, որոնց պարբերաբար առաջարկություններով դիմում են իրավապահները, հաշվի առնելով վթարների վերաբերյալ ձեռքի տակ եղած տվյալները։ Այլ բան, որ այդ առաջարկներն այդպես էլ կարող է կյանքի չկոչվեն կամ կոչվեն, բայց կիսատ պռատ։ Ընդհանրապես, արհեստական բանականության այս դարաշրջանում զարմանալի է, որ խնդրի լուծման համար չի ներգրավել IT այս ոլորտը, որը զարգացած է Հայաստանում եւ որն ահռելի տվյալների վերլուծության արդյունքում գուցե վերհաներ ՃՏՊ-ների թվի աճին հանգեցնող այնպիսի գործոններ, որոնք մեր մտքով չէին էլ կարող անցնել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։